Բարեկամներ ողջույն, հուսամ լավ եք, ամեն ինչ կարգին է։ Ընկերներ, երբ որ մենք խոսում ենք Ալան Թալանի մասին եւ բռնաբարված պետականության, շատերս պատկերացնում ենք, որ մանկապարտեզ են օտարե, դպրոց են քանդել, էլիտար շենք են սարքել, բանակ են թալանել եւ այսպես ինչ որ բաներ, որոնցով մեծ տարիներ շարունակ վախացնում են, ներկայացնում են, որոշ դեպքերում ճիշտ է, որոշ դեպքերում ուղղակի։ Մի խոսքով, այն որ մեր երկիրը թալանված եւ բռնաբարված է, կարծում եմ որևէ մեկը չի կասկածում։ Այդ դնենք մի կողմ, բայց արյութես որ լինում են դեպքեր վատ մարդկանց քայլեր, որոնք ոչ թե ինչ դպրոցը քանդեցին կամ մանկապարտեզ, այլ իրանց արածի արդյունքում բառացիորեն կարելի է ցեղասպանություն որակավորումը տալ, հիմա ես բացատրեմ ինչու այսքան մուգ գույներով եմ ասում։ Ուրեմն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը եւ ղեկավարող Մարմինը իրենց մոտ եկած ստուգումների համար, որտեղ դա դեբետ գետի մոտ է, դեբետ գետա լցվում որոշ բաներ, պիտի մաքուր իբր թափոնները ֆիլտրվում, այնչա լինում էական չի, դեբետ գետից ամեն անգամ գալիս են փորձանմուշ են վերցնում, որ թույն ու թարախը լցնելուց ինչքան պիտի տոկոսը կազմի։ Կեղծել են այդ փորձանմուշները, կաշառք են տվել այդ ջուրը դեբետից, որ վերցրել են ստուգեն, որ տեսնեն թույն ու թարախը թե նորմայի մեջ է, ասելա չէ, փոխեք ջրի բաները փոխել են եւ արդյունքում մարդիկ կամ պատկան մարմինները SNN-ն ասել են օքեյ է։ Այդքան թույն ու թարախ չեք լցնում գետը։ Սա խնդիր չի է միակողմանի, վայ, ինչ վատ կոռուպցիոներներ են, ինչ ընդդիմադծմիկներ են կամ ինչ որ բան, չէ, բացարձակ։ Դուք պատկերացեք ուր է դատանում դեբետ գետը, դա ամենաէական գետերից մեկն է, որը նպաստում է մեր ռոռոկման համակարգի, այսինքն դեբետ գետից վերցնող ջրառը մեր առանց այդ էլ սուղ միջոցներում հիմնական գետերից մեկն է, որով ռոռոկում են կատարում։ Այսինքն թույն ու թարախ է ծանր մետաղները, այդ ամեն ինչը որ կա, որ պիտի ստուգեն, ասեն չէ, եղբայրս ինչ է կանում, այդ գնացել է դաշտերը, այդ գնացել է այգիները, պտղատուտը, ել չեմ ասում արոտավայրերը, այդ կողը, որ գնում արածում է, այդ հայտնվել է սեղաններին, մարդիկ կերել են, այդ մնացած ամեն ինչը, պտուղը, բանջարեղենը, կարտոֆիլ, ինչ որ կա, այդ ամեն ինչը թույն ու թարախը, այդ ամենը եկել է մեր տուն, եկել է մեր երեխեքի մոտ, մեր ծնողների մոտ, մենք ենք զղկտվել եւ այսպես շարունակ։ Այնինչ պետք է այդ հեղինակները այդպես անուշ անեն եւ իրանց երեխեքը։ Դուք հասկանում եք թե ինչքան այլանդակաբարոյ է մեր համակարգը, որ մարդը, այսինքն նայեք, հիմա ես չեմ արդարացնում մանկապարտեզ ու դպրոց ծախած էլիտար շենք սարքածին, բայց որոշակի հանցանքներ կան, որոնք այնքան ու դա նես չի, որ կանխեցին, վերջ, դա մտել է մարդկանց օրգանին, այդ անկալոգիան, որ այս օրն է ընկել, որ մարդիկ տառապում են, ես իմ աչքով եմ տեսել, ինչա կատարվում, այդ սաղ այդ տեսակի, չեմ էլ լեզուսը չի պտտվում ասել, մարդկանց գործունեության արդյունք է, Աստված իմ ինչքան մարդ կարող է ատել ամեն ինչ, ես հասկանում եմ փող, գոմարները, միլիոններ եւ այս այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց ոնց կարող ես դու գետը լցնես այդ ամեն ինչը, որ գնում է արոտավայր, գնում է պտուղների մոտ, գնում է ծառ ու ծաղիկ, բան, հետո մանուշակներ ձեռքերից ու պսակներ ոտքերից տակ, այդ ոնց կլինի տենց։ Դրա համար այստեղ մի ամբողջական հոդված է հսկայական, որ բնապահպանության ներքի տեսչական մարմնից եւս բարձաբանումներ են փորձում ստանալ, բան հեռախոսը չի պատասխանում, որտուց պատասխանի հեռախոսը ամենամեջը լծրել է, գետը վերջացել է։ Դեռ 6 տարի առաջ հիմքից խոշոր արտահոսք էր տեղի ունեցել մոխրագույն զանգվածը հասանել Ախթալայի դպրոցի տարածք մինչև, որտեղ օրեր շարունակ սուր հոտ էր գալիս, մարդիկ գանգատվում էին, իսկ հարակից ծառերը ուղղակի բան էին, չորացել էին եւ պատվել էին տարօրինակ նյութով, բայց պետությունը սահմանափակում էր 200,000 դրամ տուգանքը ընդամենը եւ 200,000 դրամ տուգանել են ու վերջացը գնացել է։ Իսկ քրեական վարույթից թեև արդեն 3 տարի է անցել, իրավապահ մարմինները հայտնում են, թե փորձաքննություն է նշանակվել ու գործը նախաքննություն է այժմ իրականում։ Մի խոսքով, հիմա էականը սա չի, էականը որ ոնց պետությունն անցել բիզնեսն է, ոնց որ բիզնեսն է տենցել պետությունն է, ոնց որ բիզնեսն ու պետությունն է տենցել իրավական համակարգը։ Դուք հասկանում եք, որ սա շատ լուրջ, մենք ազգային անվտանգության մասն ենք խոսում։ Մեր ընդերքը, մեր ծառ ու ծաղիկը, մեր չեղած դաշտերը, բորբսնած ունենք մի հատ Շիրակի դաշտավայր ունենք, մի հատ է Արարատի դաշտավայր ունենք,
պոստերի, պրիցելների տակ, էտա մեր դաշտավայրը թույն ու թարախ ենք լցրել։ Էսա մեր բարոյական ցենզը, արժե համակարգը։ Մի վրթովվեք, ընկերներ։ Մի խոսքով լավ, ինչ ասեմ, օրենքը պիտի լինի, պատժել է պետք, ուր է մեր իրավական համակարգը, Ինչ իմանամ բա։ Միտը կա էլի։ Չեմ ուզում կատակի տալ, բայց գիտեք, ես այնքան էլ հավատացյալ մարդ չեմ, բայց եթե կա ինչ-որ մի բարձյալ ուժ, ի քթերից բերի այդ մարդկանց, ովքեր նպաստել են, որ մարդիկ տառապեն, որ ինչ-որ մեկի հայրը քաղցկեղ ընկնի, մեկի մայրը ընկնի ինչ-որ ուռուցքնաբանության դռները եւ այլն, որի պատճառը հետևանքային կապը է դա։ Իրանց երեխեքի ու մնացածի հետ պետք է այդ ամեն ինչը պատահի, թեպետ երեխեքը կապ չունեն, որ երեսի կա, բայց կապ չունի։ Ամենաբարձր քաղցկեղի տոկոսն է Հայաստանում, ալո, դու գիտեք դրա մասին, որ ամբողջ աշխարհը 100,000 բնակչության մակարդակով հաշվում է այն թվերը, որ ներկայացնում են Հայաստանում, դա ցեղասպանություն է դա։ Այսքանը